Տեր հայր Փաշինյանը ըստ էության երեկ հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններում վերընտրվելու դեպքում ինքը կփորձի հարկել եկեղեցին, կբերի եկեղեցուն հարկային դաշտ, ասեց, որ հոգևորականները սովորական քաղաքացիներ են, ովքեր եւս պետք է լրացնեն այդ հայտարարագիրը։ Նախ այս հայտարարության մասին խոսենք, հա, ինչպես է վերաբերվում այս ամենին, եկեղեցին հարկելու Փաշինյանի մտադրությանը արդյոք դա ճիշտ է։ Պետությունը իհարկե ունի իր պարտականությունները եւ յուրաքանչյուր վարչական միություն պետք է նայի, որ պետական շահերը ապահովվեն, հա։ Հիմա եթե նայում ենք այդ տեսանկյունից, կա եկեղեցի պետություն պայմանավորվածություն, չէ՞, եւ ունենք սահմանադրություն, ունենք կարգ եւ կանոն։ Այդ կարգ ու կանոնները, այդ սահմանադրությունը եթե պահվում է, ուրեմն ինչու՞մն է խնդիրը, ինչու չկա այդ երկխոսությունը առաջի հերթին։ Երկրորդը, եթե փորձում ենք ընկերական մեր շրջապատներում, շրջանակներում, այսպես ասած, խոսել նրա մասին, որ եկեղեցին պետք է մտնի հարկային դաշտ, եկեղեցին վաղուց հարկային դաշտում է։ Եվ եթե կան թերություններ, այդ թերությունները պետությունը պետք է իր մեջ փնտրի եւ հասկանա, թե ինչու՞մն է խնդիրը։ Այդպիսի խնդիրներ կարծում եմ, որ չկա, մենք ավելի խորը պետք է գնանք եւ հասկանանք որն է դերը եկեղեցու, ինչ է անում եկեղեցին եւ ինչի է նա ազատվել ուրեմն որոշ հարկերից եւ պետք է վերադառնանք մեր պետության առաջին օրերին, անկախ Հայաստանի առաջին օրերին եւ տեսնենք, որ այդ ժամանակահատվածում բոլոր սովետական նախկին պետությունները իրենց ուրեմն եկեղեցիների, մզկիթների, կրոնական կառույցների հետ ունեցան պայմանավորվածություն եւ դա նրա մասին էր, որ այդ սովետական շրջանում բավականին մեծ հարվածներ են հասցվել կրոնական կառույցներին, սեփականություն, մարդկային եւ այլն եւ բոլոր պետությունները երկար տարիներ շարունակ ֆինանսական հատուցում են տալիս։ Մեր եկեղեցին այդ տարիներին, երբ որ մենք բավականին դժվար իրավիճակում էինք, որոշում կայացրեց հրաժարվել այդ ֆինանսական աջակցությունից, որպեսզի ուրեմն աջակցի պետությանը, հա։ Հիմա եթե այդ պայմանավորվածությունը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, նոր պայմանավորվածության կարիք կա ըստ պետության, ուրեմն պետք է երկխոսել եւ հասկանալ եւ ուրեմն նոր հիմքերի վրա դնել այդ ամբողջ պայմանավորվածությունները եւ այստեղ հիստերիկայի կարիք չկա, այլ պետք է արդյունավետ իրար հետ խոսենք եւ հասկանանք ինչ են ուզում իրարից։ Եկեղեցին ինչու է ազատվում հարկերից, որովհետեւ նա անում է աշխատանք, որը եթե պետությունը անի իր միջոցներով շատ ավելի թանկ կլինի։ Եկեղեցին անում է հանրային աշխատանք, եկեղեցին ունի կրթական, մշակութային, հոգևոր, տարբեր ոլորտներում իր գործունեությունը, որը նաև կամավորական սկզբունքների վրա հիմնված է եւ պետությունը այս կամ այն կերպով աջակցում է եկեղեցուն։ Բայց եկեք հասկանանք, որ մեր եկեղեցին Հայաստանում այնտեղ որտեղ որ ըստ օրենքի նա պետք է հարկ վճարի, ամենամեծ հարկատուներից մեկն է։ Եվ այս խոսույթը բերում է նրան, պոպուլիստական ցավոք սրտի այս խոսույթը բերում է նրան, որ մարդկանց ցույց տան, տեսեք, եկեղեցին հարկերից ազատվել է եւ պետք է նրանց մտցնենք հարկային դաշտ, որպեսզի այդտեղից հետո այդ գումարը վերադարձնենք իրենց, իսկ բանական մտածելակերպով օժտված մարդկանց համար հասկանալի է, որ այստեղ պետությունը ցանկանում է ուղղակիորեն մտնել եկեղեցու ներքին կառավարության մեջ եւ վերահսկել եկեղեցին ֆինանսական միջոցներով։ Ինձ կլսես, քեզ կաջակցեմ, չես լսի, ֆինանսավորումից կկտրեմ քեզ։ Այս գաղափարախոսությունն է հիմքում այս ամենի եւ դա իրոք դեպի լավ ճանապարհ, լավ ուղի չի տանում մեզ։ Տեր հայր, տեսեք, ըստ էության Փաշինյանը անգամ ՔՊ-ի նախընտրական, այսպես ասած, ծրագրում հստակ նշվում է, որ եկեղեցու բարենորոգման այդ
ծրագրից Փաշինյանը չի հրաժարվում ու այնտեղ թեզերով անգամ երեք ինքը բացատրեց թե ինչպես է նույն թեզերը առաջ տարավ թե ինչպես է պատկերացնում բարենորոգում ասվածը հիմա տեսեք եթե Փաշինյանը վերընտրվի արդյոք հնարավոր է եկեղեցի պետություն երկխոսություն եւ այդ բարենորոգում ասվածի տակ բոլորս էլ հասկանում ենք որ այլ բաներ են թաքնված հիմա ինչպես է ստացվում հա եթե հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանը վերընտրվի ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել։ Փորձենք հասկանալ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, նա ուզում է իր այդ նախընտրական ուրեմն ճանապարհով խախտել այսօր գործող Հայաստանի հիմնական օրենքները, բոլոր օրենքները, թե եկեղեցի պետություն, թե սահմանադրություն եւ թե նաեւ միջազգային կարգեր եւ կանոններ, որոնք խոսում են նրա մասին, որ եկեղեցին եւ պետությունը անջատված են միմյանցից։ Շատ հաճախ մենք լսում ենք եկեղեցին պետք է դուրս մնա քաղաքականությունից։ Ոչ, եկեղեցին չի կարող դուրս մնալ քաղաքականությունից, նաեւ հետևելով պարոն Փաշինյանի ասածներին, եթե ժողովուրդը Աստծո ձայնն է, Աստծո ձայնը եկեղեցով է հնչեցվում, ուրեմն նաև այդտեղ ժողովուրդը եւ եկեղեցին եւ հավատացյալ քրիստոնյան իրավունք ունեն այս կամ այն հարցի շուրջ իրենց կարծիքները արտահայտելու։ Ուրիշ հարց է, որ եկեղեցին եւ սա տարիների փորձը ցույց է տվել, որ այսպես լավ է, ներգրավված չէ իշխանության այդ 3 թևերի ոչ մեկ մասում։ Շատ կարևոր է սա, ուրեմն մի բան է քաղաքական դիրքորոշում ունենալ, հա, օրինակ այսօր Գերմանիայում կա AfD կուսակցությունը աջակողմյան, այստեղի եկեղեցին այդ աջակողմյան գաղափարներին դեմ է եւ խոսում է քաղաքական թեմաների շուրջ, նույնը երբ որ բարոյական կամ ոչ բարոյական խնդիրների մասին հարց է ծագում։ Վերջերս տեսանք Հռոմի Պապի դիրքորոշումը, հա, ուրեմն մի բան է քաղաքականություն, կարծիք ունենալ, չունենալ, ուրիշ բան է իշխանության մեջ մասնակցել, չմասնակցել։ Այս պարագայում այդ 4 կետերը իրենք կարելի է շատ երկար եւ մանրակրկիտ ամեն մեկ կետի մասին խոսել եւ հասկանալ թե ժողովրդավար երկրի որ երկրի պայմաններում հնարավոր է այդպիսի բան։ Կգանք այն եզրակացության, որ ոչ մի երկրի նման բան հնարավոր չէ։ Սա խախտում է ոչ միայն, ինչպես ասացի, Հայաստանի, այլ նաև միջազգային կանոնները եւ այստեղ իրավաբանները պետք է շատ հստակ աշխատեն, նաև այն եվրոպացի գործընկերների հետ, որոնք կարծում են, որոնց պարտադրել են հավատալ, որ եկեղեցին հակաեվրոպական է, չգիտեմ, ռուսական է, այսինչան է, եկեղեցին պրո-հայկական է եւ եկեղեցին աշխատում է հանուն պետության, հանուն հայ հավատացյալ ժողովրդի բարոյական տիրույթում, նա երբեք իշխանության չի ձգտել։ Եթե եղել են որոշ հոգևորականներ, նույն օրինակը շատ ու շատ եվրոպական երկրներում ունենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն, որտեղ որ հոգևորականները, որոնք իրենց երկրի քաղաքացիներն են, ոչ թե իբրև կառույց եկեղեցի, այլ իբրև անհատներ, ուրեմն մասնակցել են այս կամ այն ընտրության, հաջողություններ են ունեցել եւ այլն։ Սա անձնական խնդիր է եւ սա կառույցի մասին չի խոսում։ Մենք պետք է զանազանենք։ Եվ պարոն Փաշինյանի այդ կետերը այո, եկեղեցին միշտ կարիք ունի վերանորոգման, բայց այդ վերանորոգումը ներքին աշխատանքն է եկեղեցու։ Այո, հոգևորականները պետք է բարոյական, այսպես ուղենիշ լինեն, բայց նորից եկեղեցին սրբերի, այսպես ասած, բան չէ, որտեղ բոլորը անթերի են սուրբ են։ Եվ այդտեղ էլ ամեն մի հոգևորական, ամեն մի քրիստոնյա մարդ մտնում է եկեղեցի իր կյանքի ընթացքում փորձելով քայլ առ քայլ մոտենալ այդ աստվածային մաքրությանն ու սրբությանը։ Եվ որևէ մեկ կետի շուրջ, որը պարոն Փաշինյանը նշել է, կարելի է շատ երկար թե մարդու իրավունքների տեսանկյունից,
թե միջազգային իրավունքի տեսանկյունից, թե աստվածաբանության տեսանկյունից խոսել եւ տեսնել, որ դրանք շատ պոպուլիստական, շատ վտանգավոր միջազգային նաեւ ասպարեզում խոսույթներ են, որոնք բերելու են ինչի, պառակտման։ Մեր ցավոք սրտի այսօրվա քաղաքական դաշտում այնինչ տեսնում ենք ծայրահեղություններ են, ծայրահեղ լիբերալական եւ ծայրահեղ ուրեմն կոնսերվատիվ ուժերի բախումն է եւ ժողովրդի մեծամասնությունը, որը միջին այդ ճանապարհն է ընտրել, արդեն հոգնել է այդ անverջ մեղադրանքներից, գոռոցներից, հայհոյանքներից եւ եկեղեցին սա ասեմ ես իդեպ մի շատ կարևոր դրվագ մենք վերջերս ունեինք քահանայական ուրեմն այդ վերապատրաստման դասերը Մայրաթորում անցյալ տարի ես առիթ ունեցա լսելու Վեհապար Հայրապետի խոսքը նա շատ կարևոր մի նախադասություն ասաց, որը այս բոլոր վեճերը կարող է շատ հանգիստ լուծել, ասաց, որ մենք եկեղեցին եւ մենք ընդհանրապես երբեք ոչ եղել ենք պետության դեմ, ոչ եղել ենք որևէ անձի դեմ, մենք դեմ ենք այն գաղափարների, որոնք կարող են բերել մեր երկրի կործանմանը։ Դրա մասին կարելի է խոսել եւ այստեղ սա իբրև անձնական թշնամանք ընդունել, վիրավորանք ընդունել շատ սխալ է։ Հանրապես մենք պետք է սովորենք լսել իրար։ Եթե մենք ուզում ենք, այս հարցը պետք է տանք, ինչպիսի Հայաստանում ենք ուզում մենք ապրել, հա, ժողովրդավար, կրթված, ուրեմն պետք է սկսենք ամենաառաջի քարից եւ այդ քարը սովորական մարդուն հարգելն է, միմյանց հարգելն։ Եթե մենք մեր դիմացինի մեջ Աստծո պատկերը չենք տեսնում, եթե մենք ամենաթույլ օղակին, ամենատկար օղակին, իբրև ամենաարժանապատիվը չենք տեսնում, ուրեմն մենք չենք կարող այդ ժողովրդավարությունը կառուցել։ Եվ մենք չենք կարող ունենալ պետություն, որի իշխանությունները բևեռացնում են հասարակությանը։ Մեկը թշնամի է, մյուսը հրեշտակ, մեկը սև է, մյուսը սպիտակ, չկա այդպիսի բան։ Եթե դու ուզում ես ունենալ ամուր պետություն, պետք է հարգես քո քաղաքացուն։ Եվ ուժեղ պետությունը իրականում այն պետությունը չէ, որ բոլորին վերահսկում է, հա, կոնտրոլի, դու սա կասես, դու նա կանես եւ այլն։ Ոչ, ուժեղ պետությունը այն պետությունն է, որը կարող է իր այսպես ամուր հիմքերի վրա կանգնած, հա, ընդունել նաեւ օտար կարծիքներ, այլակարծություն նաեւ ինստիտուցիոնալ, որ տարբեր կառույցներում նույն հարցի շուրջ լինեն տարբեր մտքեր, տարբեր գաղափարներ, տարբեր կարծիքներ եւ դրանով ցույց է տալիս, որ դու ուժեղ պետություն ես։ Իսկ վերահսկելու այս պրովոկատիվ եւ շատ վտանգավոր քայլերը ուղղակի վնասելու են թե նրանց, ովքեր որ ուզում են իշխանություն գալ, եւ թե մեր ժողովրդի ապագային։ Եվ վերջում Տեր Հայր, գիտեմ, որ դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունենում, հա, նաև հայ համայնքի հետ, ուզում եմ նախ իմանալ այն մասին, թե հայ համայնքը, օրինակ Գերմանիայում գտնվող հայ համայնքը, այս այդ զրույցներում հաստատ վստահ եմ խոսք կլինի նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես է վերաբերվում այս ամենին, հա, Սփյուռքը ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ տեղի ունեցողին ինչպես է վերաբերվում, եւ մեկ անգամ չէ, որ իշխանությունները ասում են, որ միշտ Սփյուռքի, այսպես ասած, դերը, Սփյուռք հասկացողությունը սխալ է եղել։ Հայաստանում սխալ են ընդունել Սփյուռքին։ Այս մասով էլ, հա, եթե կարելի է խոսենք, հասկանանք, ինչ է նշանակում նախ սխալ են ընկալել ու ընդունել Սփյուռքին գլոբալ առումով։ Սփյուռքը բազմազան է։ Մի բան է Սփյուռք արևելքում, մի բան է Սփյուռք արևմուտքում։ Ռուսաստանում, Սինգապուրում, Չինաստանում, Ամերիկայում, Եվրոպայում։ Եվ անգամ Եվրոպայում ամեն մի երկրում տարբեր նաև այդ տվյալ երկրի մշակույթից կախված մոտեցումներ կան, հա։ Հիմա գալով Գերմանիայում մենք փորձում ենք բոլոր եւ սա շատ նորմալ երևույթ եկեղեցին բոլորի համար է։ Թե ծայրահեղ լիբերալների, թե ծայրահեղ կոնսերվատիվների, թե միջինների, մեր կուսակցությունը Քրիստոսն է, հա, մեր վարչապետը Քրիստոսն է։ Եվ մենք ուրիշ վարչապետներ այդ առումով չունենք, հոգևոր առումով։
Սփյուռքը միշտ փորձում է օգնել երկրին եւ այդտեղ կան տարբեր մտածումներ, տարբեր մոտեցումներ եւ ամեն մեկը ամեն մի կառույց, ամեն մի անհատ իր հնարավորության եւ իր պատկերացումների համաձայն փորձում է օգտակար լինել Հայաստանին կամ նաեւ Հայաստանից օգտվել ինչու ոչ։ Ուրեմն Սփյուռքը դա պոտենցիալ է, որը կարելի է օգտագործել կամուրջներ կառուցելու այդ բոլոր երկրների հետ, որտեղ կա հայկական Սփյուռք։ Ցավոք վերջի տարիներին մենք տեսնում ենք, որ այդ համագործակցությունը, որը բազում արդյունքներ էր տվել եւ շարունակում է տալ, թուլացավ, եթե չասեմ համարյա 0-ի է եկել կառույցների միջև համագործակցությունները։ Մենք տեսնում ենք, որ պետությունը չնայած որ փորձեր կան, այդ փորձերը կամ այդ ջանքերը, երբ որ Հայաստանում ասում են մենք Սփյուռքի հետ կապ ենք հաստատել, իրենք հաստատում են ոչ թե գործող կառույցների հետ, այլ անհատների հետ, որոնք ընդհանրապես համայնքային այդ եռուզեռի հետ կապ չունեն։ Մարդկանց, որոնք ընդհանրապես չգիտեն ինչպես է գոյություն ունենում կամ գոյատևում կամ հարատևում Սփյուռքը իր դպրոցներով, սոցիալական, կրթական, մշակութային, հոգևոր, տնտեսական հարցերով։ Եվ սա շատ վատ է, որ ընկալումները Հայաստանում իշխանության մոտ չկան կամ սխալ են կամ դրա համար գոյություն ունի Սփյուռք եւ գոյություն ունի հնարավորություն երկխոսելու այն մարդկանց, որոնք ռեալ մարդկանց հետ են աշխատում ամեն օր, հա։ Մեր ժողովուրդը, երբ որ երեխան ծնվում է, գալիս են եկեղեցի, երբ որ մարդ է մահանում, գալիս են եկեղեցի, երբ որ պսակվում են, գալիս են եկեղեցի, երբ որ Հայաստանից փախստականներ են գալիս են եկեղեցի, երբ որ Հայաստանի հետ կապ են ուզում հաստատել, գալիս են եկեղեցի։ Եվ այս ամբողջը անտեսել, որովհետև ինչ որ մեկը, ինչ որ մեկ ուրիշի հետ լավ հարաբերություններ չունի, եւ սա իջեցնել այդպես ցածր միջմարտկային հարաբերությունների մակարդակին պետական կառավարման հետ կապ չունեցող շատ ցավալի եւ շատ վտանգավոր ճանապարհ է։